Վերջին 100-ամյակում տեղի ունեցած գիտահետազոտական աշխատանքները, որոնք իրականացվել էին տնտեսության զարգացման և պետական քաղաքականության ոլորտում, և նաև տնտեսության զարգացումները, արհեստական բանականության ոլորտում զարգացումները պիտի վկայեն այն մասին, որ քիչ թե շատ պետությունները պատրաստ են կամ տնտեսությունները պատրաստ են հաղթահարելու որոշակի ճգնաժամեր կամ այն գործիքները, որոնք օգտագործվում են այդ ճգնաժամերի հաղթահարման համար, բավականին արդյունավետ են դարձել, սակայն COVID-ով պայմանավորված համավարակը և դրանից հաջորդող իրադարձությունները տնտեսական ցույց տվեցին, որ այդքան էլ այդպես չէ, և տնտեսական քաղաքականությունը դեռևս կարիք ունի որոշակի նոր գործիքների ներդրման, նոր մեխանիզմների ներդրման և նոր մոտեցումների կիրառման։ Եթե դիտարկենք ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման վրա կամ տնտեսական աճի վրա պետության եկամտային քաղաքականության ազդեցության համատեքստում զարգացումները, այն երկրները, որոնք ավելի զարգացած են, ունեն ավելի կայուն զարգացած տնտեսություններ, իրենք ավելի պատրաստ են դիմակայել որոշակի արտաքին մարտահրավերներ և իրենց մոտ եղած գործոնները, որոնք նպաստում են տնտեսական աճին կամ ապահովում են դրան կայունությունը, ավելի ներքին են։ Այն երկրները, որոնք փոքր են ավելի, ունեն փոքր և բաց տնտեսություն, իրենք ավելի ենթակա են լինում արտաքին մարտահրավերների, և այս դեպքում արտաքինից եկող շոկերը և ցնցումները ավելի էական ազդեցություն են գործում և պայմանավորվում են տնտեսական զարգացումների ավելի էական մասը։ Այս դեպքում կարևոր է դիտարկել նաև Հայաստանը այս համատեքստում, որովհետև ունենալով փոքր և բաց տնտեսություն և միևնույն ժամանակ ենթակա լինելով որոշակի սահմանափակումների, պայմանավորված ճանապարհային որոշակի շրջափակումներ, պատերազմական ռիսկային իրավիճակներ, Հայաստանը նույնպես ենթակա է այն ռիսկերին, որոնք բնորոշ են փոքր տնտեսություն ունեցող երկրներին, և այստեղ եկամտային քաղաքականության իրականացումը պիտի կամ ընդհանրապես հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը բավականին արդյունավետ իրականացնելու համար պիտի ուղղված լինի ավելի թիրախային, ավելի ներառական լինելուն և նաև հաշվի առնելով տնտեսական աճի կառուցվածքը և տնտեսությունում եղած դիվերսիֆիկացիոն իրավիճակը։ Եթե դիտարկենք ընդունված մոտեցումները հարկաբյուջետային կամ եկամտային քաղաքականության ազդեցության, տնտեսական աճի վրա ազդեցության տեսանկյունից, հետազոտությունները կամ մոտեցումները միանշանակ չեն։ Այստեղ հիմնական առանցքային մոտեցումը հետևյալն է. այո, տնտեսական պետության եկամտային քաղաքականությունը և դրան հաջորդող ծախսային քաղաքականությունը շատ կարևոր է տնտեսական զարգացման համար, սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, որ պետության կողմից հարկերի գանձումը կարող է և սահմանափակել, ընկճել տնտեսության զարգացումը և հակառակ էֆեկտը գործել, խթանել տնտեսական զարգացումը։ Միանշանակ չի մոտեցումները առանձին հարկատեսակների գծով ազդեցության գործիքների կիրառման տեսանկյունից, օրինակ այն հարկատեսակները, որոնք ուղղված են եկամուտը հարկելուն, և այն հարկատեսակներն, որոնք ուղղված են հարստությունը հարկելուն, տարբեր ազդեցություն կարող են գործել, կամ կորպորատիվ հարկատեսակները իրենց ազդեցությամբ ավելի այլ բնույթ ունեն, քան եկամտային հարկերը, որոնք արդեն ֆիզիկական անձանց եկամուտներն են հարկում, և այս հարկատեսակների կիրառումը վերջին հաշվով բնակչության մոտ առաջացնում է որոշակի սպառման ծավալների սահմանափակումներ, որը իր հերթին ազդեցություն է գործում նաև տնտեսական զարգացման, տնտեսական աճի վրա։ Եվ քաղաքականություն իրականացնողների կողմից պիտի որոշակիորեն դիվերսիֆիկացվի այն գործիքակազմը և ավելի ուշադրություն դարձվի առանձին հարկատեսակների ազդեցություններին և նաև այն տեղի ունեցող եղած իրավիճակին, որի պայմաններում այդ գործիքները պիտի կիրառվեն։ Նախ անդրադառնանք այժմ այն գործոններին, որոնք պայմանավորում են տնտեսական աճը։ Այդ գործոնները պայմանականորեն կարող ենք բաժանել արտաքին և ներքին գործոնների։ Մենք նշեցինք, որ ավելի փոքր, սակայն բաց տնտեսություն ունեցող երկրները ավելի ենթակա են արտաքին գործոնների ազդեցություն, և այստեղ բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում մեր կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ
թեև ընդունված մոտեցում կա, որ օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի էական ազդեցություն են գործում տնտեսական աճի վրա, սակայն մեր կողմից իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ պնդումը միանշանակ այդպես չի։ Ինչով է դա պայմանավորված, նախ այն հանգամանքով, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները որոշակի կայուն, որոշակի հոսքեր չեն ապահովել այս ընթացքում։ Երկրորդը, այդ հոսքերը իրականացվել են ոչ դիվերսիֆիկացված, այսինքն ոչ այն ոլորտներում, որտեղ ավելի բարձր արտադրողականություն եւ ավելի աճի մեծ պոտենցիալ ունեին, կամ չեն ստեղծել այդ աճի պոտենցիալը, որ հետագայում տնտեսական աճի համար հիմքեր պիտի ստեղծեր։ Երկրորդ մասը գործոնների դրանք կարող ենք պայմանավորել արտաքին եկած այլ հոսքերով պայմանավորված գործոններ են, դրանք օրինակ արտաքին առևտրի ազդեցություններն են, ինչպես նաև դրամական փոխանցումներն են, որոնք գալիս են, այդ լծակները, որոնք գալիս են, որոնց ազդեցությամբ տնտեսությունը որոշակի աճի պոտենցիալ պիտի ձեռք բերեր կամ որոշակի ձևով տնտեսական աճ պիտի ապահովեր, այստեղ այդ գործոններն ավելի էական են դառնում։ Էական են արտաքին գործոններից, օրինակ նավթի համաշխարհային շուկայում գնային փոփոխությունները, հատկապես գնի աճը, որը պայմանավորված է Հայաստանի գործընկեր ընկերների մոտ, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, հետ մեր տնտեսական սերտ կապերով եւ այս համատեքստում, երբ որ Ռուսաստանում, այսինքն նավթի գների աճի զուգահեռ այնտեղ տնտեսական որոշակի աճի պոտենցիալը մեծանում է, մեր կողմից արտահանման պոտենցիալն է մեծանում, որը դրական է ազդում մեր մոտ տնտեսական աճի, տնտեսական զարգացման վրա։ Ինչ վերաբերում է տնտեսական հոսքերին, օրինակ, ընթացիկ հաշվի մնացորդին, այս դեպքում վճարային հաշվի ընթացիկ հաշվի մնացորդը բացասական կապի մեջ է տնտեսական աճի հետ, որը բնական է, եթե հաշվի առնենք մեր տնտեսության արտահանման կամ ներմուծման կառուցվածքը։ Դրամական փոխանցումների առումով բնակչության կողմից դրամական փոխանցումները, որոնք ստանում են դրսից, դրական ազդեցության գործելու էֆեկտը հիմնականում պայմանավորված է դրանց սպառման վրա ազդեցության, էական ազդեցությամբ, եւ բնականաբար դրանք էականորեն են նպաստում տնտեսական աճի համար եւ նաեւ էականորեն ազդեցություն են գործում պետության եկամտային քաղաքականության եկամտային մասին, այսինքն հարկերի որոշակի աճեն պոտենցիալ են պարունակում իրենց մեջ։ Ինչ վերաբերում են ներքին գործոնների մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանց մոտ, այսինքն տնտեսական աճի մոտ 1/3-ն է պայմանավորված հենց ներքին գործոններով, այսինքն տնտեսական արդյունավետ քաղաքականությունը, տնտեսության մեջ եղած կառուցվածքային փոփոխությունները քաղաքականությամբ կամ տեղաշարժերով պայմանավորված արտադրողականության աճը եւ այլն, սրանք 1/3-ով են կարելի ասել պայմանավորում տնտեսական զարգացումները եւ տնտեսական աճը, բայց հետո կնշենք, որ սրանք ավելի զարգացման համար ավելի մեծ պոտենցիալ են պարունակում։ Այս համատեքստում իրականացված մեր հետազոտությունները, եթե դիտարկենք պետության եկամտային քաղաքականության տեսանկյունից, ցույց են տալիս, որ այո, պետական եկամտային քաղաքականությունն ունի որոշակի ազդեցություն, բայց ազդեցությունը շատ քիչ է, այսինքն այս ազդեցության համատեքստում դիտարկումները պիտի նայենք հակառակ տեսանկյունից, ոչ թե եկամտային հարկի կամ եկամտային քաղաքականության տեսանկյունից, այլ հատկապես ծախսային քաղաքականության տեսանկյունից, երբ որ պետության կողմից իրականացվող ծախսերը հիմնականում ընթացիկ սպառման ծախսեր են, ավելի քիչ են ենթադրում կապիտալ ներդրումների իրականացում, ավելի քիչ են բերում այնպիսի ոլորտներում ներդրումների, որոնք ավելի արդյունավետ են եւ հետագա աճի կամ արտադրողականության մեծացման ավելի մեծ պոտենցիալ ունեն, արդյունքում նվազում է պետության քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի պոտենցիալի ձևավորման մեջ։ Այս համատեքստում դիտարկումները բերում են նրան նաև առանձին հարկատեսակների առումով, այսինքն առանձին հարկատեսակների գծով հավաքագրումները եւ նաև տնտեսական աճի կապերն են նույնը վկայում եւ այստեղ հիմնական խնդիրը ըստ ինձ դա պետական ծախսային քաղաքականության արդյունավետության իրականացումն է։
Հետագա ուղղությունը, որը կարելի է անդրադառնալ, դա առանձին հարկատեսակների եւ պետական քաղաքականության որոշակի արդյունավետության իրականացման գնահատումներն են։ Այստեղ պիտի դիտարկենք այն շրջմանկետերը, որոնք ապահովում են հարկման ավելի օպտիմալ կառուցվածքի ձևավորում, այսինքն օպտիմալ հարկային շեմերի ձևավորում։ Պատմականորեն Հայաստանում ավելի ցածր հարկային բեռ եղել է այն ժամանակաշրջաններում, հատկապես 2000-ական թվականների ընթացքում, սկզբի ընթացքում, երբ ունեինք բավականին բարձր տնտեսական աճ։ Եվ մոդելները, որոնք փորձում են կիրառել եւ ձևավորել տնտեսամատիկական մոդելները, ցույց են տալիս, որ այս պահին եղած հարկային բեռը օպտիմալ մակարդակից բավականին բարձր է։ Սա չի վկայում միանշանակ նրա մասին, որ մենք պիտի իջեցնենք մեր հարկային բեռը, բայց ազդակներ է տալիս, որ մենք պիտի միանշանակ որոշակի կառուցվածքային փոփոխություններ իրականացնենք եւ վերանայենք այն հարկային քաղաքականությունը, այն պետական եկամտային քաղաքականությունը եւ նաեւ դրան շարունակությանը եկող ծախսային քաղաքականությունը, որով պիտի ազդենք տնտեսական աճի վրա։ Միանշանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր մոտ հարկային 1%-ի, եկամտային քաղաքականության ազդեցության առումով, 1% հարկերին բեռի բարձրացումը մոտ միջինում 5%-ի չափով բերում է տնտեսական աճի ծավալների մեծացման։ Սա վկայում է այն մասին, որ միանշանակ կա պոտենցիալ պետական եկամտային քաղաքականության միջոցով ազդեցություն գործել տնտեսական աճի, տնտեսական զարգացման վրա։ Սակայն այն փաստը, որ հետագա ծախսային քաղաքականությունը իր բնույթով այդքան էլ արդյունավետ չի, բերում է նրան, որ հետագա ազդեցությունները ավելի նվազող էֆեկտ են գործում, այսինքն շատ հաճախ պետական եկամտային քաղաքականությունը իր խթանող էֆեկտի կամ հետագա վերաբաշխման process-ներն ավելի արդյունավետ իրականացնելու փոխարեն ընդհակառակը զսպում է տնտեսական զարգացումները եւ տնտեսական աճը։ Առանձին հարկատեսակների գծով, երբ որ դիտարկում ենք ազդեցությունները, այստեղ միանշանակ ամենալավ ազդեցությունը կարող ենք դիտարկել հատկապես շահութահարկի գծով, այսինքն շահութահարկի ազդեցությունը տնտեսական աճի վրա ամենաբարձրն է։ Սա մի քանի կերպ կարող ենք պայմանավորել կամ անդրադառնալ այս հանգամանքի մեկնաբանմանը։ Նախ քանի որ շահութարկին ենթակա են հիմնականում բիզնեսները, հետևաբար իրենք ավելի արդյունավետ են իրենց ռեսուրսների կառավարման տեսանկյունից եւ շահութարկի կամ հարկային բեռը իրենք դիտարկում են նաեւ կամ պոտենցիալ է պարունակում իրենց համար հետագա շահութաբերության աճի ավելի մեծ ջանքեր կիրառելու ուղղությամբ եւ դա է հիմնական պատճառը, որ շատ հաճախ շահութահարկի շեմերի բարձրացումը կամ այդ հարկատեսակի բեռի ավելացումը կարող է բերել ավելի արդյունավետ ազդեցության։ Սակայն այստեղ չպիտի անտեսենք նաև այն ստվերը, որը կարող է առաջանալ հարկային բեռի մեծացման դրանից հետո եւ որը որոշակի ազդեցություն է գործում արդեն տնտեսական աճի վրա, այսինքն մենք փորձում ենք խթանել այդ հարկատեսակով կամ բերել տնտեսական եկամուտների պետության մոտ եկամուտների աճի, սակայն դա հակառակ էֆեկտ կարող է գործել ստվերի մեծացման վրա։ Եկամտային հարկի առումով այստեղ կրկնակի ավելի պակաս է ազդեցությունը, հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ բնակչության մոտ եկամտային հարկի ծավալների մեծացումը կամ այդ հարկային բեռի մեծացումը բնակչության եկամուտների վրա բերում է նրան, որ զսպվում է որոշակի սպառման ծավալները, պահանջարկն է զսպվում եւ դա իր հերթին ավելի պակաս ազդեցություն է գործում կամ սահմանափակում է տնտեսական աճի կառուցվածքը։ Ակցիզային հարկի առումով էլի, որոշակիորեն արդյունավետ էլի պատկեր կա ձևավորված, որը էլի հիմնականում պայմանավորված է, որ հիմնականում այստեղ էլի սպառման որոշակի հատված է, փորձարվում հարկել, ավելացած արժեքի հարկի մասով հիմնականում հարկման օբյեկտ ավելի խոշոր, բիզնեսներն են, հիմնական հարկ վճարողները եւ այս առումով կրկին ազդեցությունը նման է շահութարկի ազդեցությանը։ Եթե դիտարկենք հարկային բեռի առանձին հարկատեսակների գծով հարկային բեռի ազդեցություններին, այստեղ պատկերը
նման են մեր դիտարկած հարկային բեռի պոտենցիալից մեր օպտիմալ մակարդակից ավելի բարձր լինելու հանգամանքին։ Շահութարկի գծով հարկային բեռը միակն է, որ որոշակիորեն ցածր է պոտենցիալ մակարդակից, սա չի նշանակում, որ միանշանակ պիտի գնանք շահութարկի մասով հարկային բեռի մեծացման։ Այստեղ հիմնականում պիտի հաշվի առնել նաև հետագա կառուցվածքը, որը ազդեցությունը կարող է գործել, այսինքն փոքր միջին բիզնեսի վրա ազդեցությունները։ Ինչ վերաբերում է ավելացած արժեքի հարկին, սա միայնք հարկատեսակն է, որ քիչ թե շատ իր օպտիմալ, այսպես ասած, շեմին ավելի մոտ է այս պահին եղած մակարդակը։ Իսկ եկամտային հարկի մասով գնահատումները ցույց են տալիս, որ օպտիմալ շեմը ներկայիս մակարդակից բավականին ցածր է։ Հաշվի առնելով վերնշվածը, պետական եկամտային քաղաքականության արդյունավետ մշակման տեսանկյունից հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների։ Առաջինը ավելի արդյունավետ կերպով հարկային քաղաքականություն իրականացնել առանձին հարկատեսակների ազդեցությունը հաշվի առնելով եւ դիտարկել նաեւ տնտեսության աճի պոտենցիալը, եղած դիվերսիֆիկացիոն իրավիճակը եւ նաեւ պիտի չմոռանանք, որ հարկային քաղաքականության միջով ազդեցությունները ուղղակիորեն շատ հաճախ չեն եւ դրանց ազդեցության էֆեկտը տնտեսական աճի վրա միայն ծախսային քաղաքականությամբ, այսինքն պետության կողմից իրականացվող ծախսերի միջոցով է հիմնականում երևալու եւ այս հանգամանքը հաշվի առնելով պիտի որոշակի լծակների որոշակի հավասարակշռություն ապահովվի, այսինքն պետությունը պիտի կարողանա հարկային բեռի մեծացմանը զուգահեռ կամ հարկային բեռի մակարդակի օպտիմալացմանը զուգահեռ նաև օպտիմալացնի ծախսային քաղաքականությունը, որը պիտի դառնա ավելի ներառական եւ ազդի ոչ միայն ժամանակավոր էֆեկտների միջոցով, այլ նաև ազդեցությունը լինի սրա ավելի երկարաժամկետ աճի պոտենցիալի մեծացման եւ նաև տնտեսության կառուցվածքի արդյունավետությանը բարձրացմանը ուղղված։ Քաղաքականությունը, որը պետություն իրականացնում է եկամտային հարկի, ընդհանրապես եկամտային քաղաքականության իրականացման համատեքստում պետությունը այս առումով պիտի ուղղված քաղաքականության քայլերը պիտի ուղղված լինեն հիմնականում տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը եւ պիտի բերեն տնտեսական աճի որակի բարձրացման, որովհետեւ եթե մեր ազդեցության գործոնները դիտարկում ենք միայն ժամանակավոր էֆեկտի տեսանկյունից, այդ ժամանակավոր էֆեկտը հետագայում արտաքին գործոնների ազդեցությամբ չեզոքանալու է եւ մենք մնալու ենք այն իրավիճակում, երբ որ արտաքին շոկերը բերելու են որոշակի էֆեկտների, որով չեզոքացվելու է ներքին աճի պոտենցիալը։ Վերջին տարիների ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը ցույց տվեց, որ եւ հետագա զարգացումները պետական եկամտային եւ հարկաբյուջետային ընդհանրապես քաղաքականության առումով, որ մենք ունեցանք որոշակի դրական էֆեկտներ, այսինքն ունեցանք որոշակի հոսքեր տնտեսություն, ֆինանսական հոսքեր, մենք ունեցանք սրան զուգահեռ որոշակի ռելոկանտների մուտք, որոնք որոշակի ներքին կամ պահանջարկի վրա ազդեցություն պիտի գործեին, սակայն այդ ընթացքում ունեցած պետական եկամտային քաղաքականության արդյունքում աճերը չգեներացրեցին հետագա աճի ավելի մեծ պոտենցիալ եւ մենք տեսանք այն, որ հետագա այդ հոսքերի նվազեցումը բերեց պետական բյուջեի եկամուտների նվազման։ Եվ սրան զուգահեռ, որպեսզի շարունակական չլինեն, օրինակ, այս համատեքստում պետական պարտքի ծավալների մեծացումը կամ նաև դրա կառավարման ռիսկերը, անհրաժեշտ է միանշանակ հաշվի առնել պետական ծախսային քաղաքականության արդյունավետությունը եւ այն եկամտային քաղաքականության կառուցվածքային ազդեցությունները պայմանավորված առանձին հարկատեսակների ազդեցության բնույթով, որը պիտի հաշվի առնի արդեն մեր տնտեսական աճի կառուցվածքը, մեր տնտեսական աճի պոտենցիալը եւ նաեւ բնակչության եւ բիզնեսի կողմից իրականացվող ծախսերը խթանելու, ոչ թե կաշկանդելու հանգամանքին։